Ողջույն սիրելի երեխաներ։ Ողջույն սիրելիներս։ Հեքիաթի սենյակի ձեզ եմ ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես գիտեք, մեր հեքիաթի սենյակը գտնվում է Դանիելյան Art Studio-ում։ Եվ այսօր մենք կընթերցենք չինական հեքիաթ։ Սիրելի փոքրիկներ, ինչպես գիտեք, մենք բազմիցս ձեզ ներկայացրել ենք տարբեր ժողովուրդների հեքիաթներ։ Այո, այս անգամ էլ ներկայացնելու ենք չինական ժողովրդական հեքիաթ։ Հիմա Վագրի հեքիաթը։ Դուք անպայման ուշադիր լսեք եւ հետո համեմատեք տարբեր ժողովուրդների հեքիաթները։ Բայց այս ընթացքում մեզ հետ է լինելու Դանիելյան Art Studio-ի սաներից մեկը Միլանան, ով կպատկերի իր նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Եվ սկսելուց առաջ ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին, որը աջակցում է մեր հաղորդմանը։ Հիմար Վագրի հեքիաթը։ Մթին անտառում ապրում էր մի ծեր խելացի Վագր, երբ հասնում էր նրա մահվան ժամը, կանչում էր իր որդուն եւ հարցնում. «Ասա ինձ, ում ժանիքներն են ամենամեծը»։ Վագրինը պատասխանում է որդին. «Ճիշտ է, իսկ ում ճիրաններն են ամենասուրը»։ Նույնպես Վագրինը. «Այդ էլ է ճիշտ, իսկ ով է ամենից արագ վազում եւ ամենից բարձր ցատկում»։ Վագրը առանց երկար մտածելու կրկնում է որդին. «Դե ուրեմն, պատասխանիր իմ վերջին հարցին, ով է աշխարհիս երեսին ամենաուժեղը»։ Ամենաուժեղը նա է, ում ժանիքներն ամենամեծն են, ճիրաններն ամենասուրը, եւ ով ամենից արագն է վազում եւ ամենից բարձրը ցատկում։ Ամենից ուժեղը Վագրն է։ Մեռնոք հայրը հառաչում է. «Մի ժամանակ ես էլ էի այդպես կարծում», ասում է նա, «բայց հիմա գիտեմ, որ ամենաուժեղը մարդն է։ Լցիր ինձ զավակս, վախեցիր մարդուց, թաքնվիր նրանից, աշխատիր չհանդիպել նրան եւ կռվի մի բռնվիր նրա հետ։ Մարդը Վագրից ուժեղ է»։ Այսպես է ասում հայր Վագրը եւ մեռնում։ Ջահել Վագրը մտքի մեջ է ընկնում. «Օ, ուրեմն որքան սարսափելի պիտի լինի մարդու ժանիքները, եթե նա Վագրից էլ ուժեղ է, եւ ճիրաններն էլ երևի շոտ մեծ են։ Շոտ կուզեի գոնե հեռվից տեսնել մարդուն, միայն թե պետք է իմանամ, թե որտեղ է նա ապրում»։ Այսպես մտածելով Վագրը գնում է մարդուն գտնելու։ Գնում է, լեռներում հանդիպում է մի յակի։ Երևի հենց սա է մարդը, մտածում է Վագրը։ Միայն թե սա ճիրաններ չունի, ժանիքներն էլ չեն երևում։ Ինչ որ է, մի հարցնեմ, սա է մարդը։ Եվ հեռվից հարցնում է. «Ասա տեսնեմ, դու մարդ չես»։ Յակը զարմանում է. «Ինչ մարդ, ես մի սովորական յակ եմ»։ «Իսկ դու երբևէ մարդ տեսել ես»։ «Իհարկե տեսել եմ, այն էլ քանի անգամ»։ «Ճիշտ է, որ մարդն ավելի մեծ ժանիքներ ու ճիրաններ ունի, քան ես»։ «Ինչեր ես ասում, մարդը ոչ ժանիքներ ունի, ոչ էլ ճիրաններ»։ «Ինչպես թե չունի», զարմանում է Վագրը։ «Նշանակում է նրա թաթերն են շատ ուժեղ, եթե Վագրը չի կարող նրան հաղթել»։ «Մարդու թաթերը շատ թույլ են, մարդը թաթի հարվածով նույնիսկ գայլ սպանել չի կարող»։ «Սուտ ես խոսում», բարկանում է Վագրը։ «Իմ հայրն ասում էր, որ մարդը բոլոր գազաններից ուժեղ է։ Ես կգնամ ուրիշին կհարցնեմ մարդու մասին»։ Եվ Վագրը շարունակում է որոնել մարդուն։ Գնում է, հանդիպում է ուղտին։ «Օ, այս ինչ մեծ գազան է։ Երևում է, սա է հենց մարդը»։ Եվ ապահովության համար խիտ թփերի մեջ թաքնվելով Վագրը ձայն է տալիս ուղտին։ «Էհեյ, ասա տեսնեմ դու մարդ չես»։ «Ինչ ես ասում», զարմանում է ուղտը։ «Ես ամենևին նման չեմ մարդու»։ «Իսկ դու երբևէ մարդ տեսել ես»։ «Ես տեսած չլինեմ մարդուն», գոչում է ուղտը։ 10 տարին այն սաբաթին նստած քշում է, եւ ես գիշեր-ցերեկ ամեն եղանակին ծառայում եմ նրան։ «Նշանակում է մարդը քեզնից էլ մեծ է», զարմանում է Վագրը։ «Չէ», գլուխնորորում է ուղտը, «մարդը բոլորովին փոքր է, նրան իմ մեջքին նստեցնելու համար ես ստիպված եմ լինում չոքել»։ «Դե ուրեմն նա երևի շատ հաստ կաշի ունի, եթե Վագրի ժանիքներից ու ճիրաններից չի վախենում։ Կարող եմ քեզ ասել, որ բոլոր կենդանիների մեջ մարդու կաշին ամենանուրբն է։ Դու չես հավատա, եթե ասեմ, որ նույնիսկ մոծակի կծելուց նա քորվում է»։ «Այդ ինչպես», մտածում է Վագրը։ «Նշանակում է իմ հանգուցյալ հայրը ինձ ճիշտ չի ասել, երևի նա երբեք մարդուն չի տեսել։ Բանից դուրս է գալիս, որ մարդն ամենևին էլ սարսափելի գազան չէ»։ Եվ Վագրը որոշում է, ինչ էլ լինի, գտնել մարդուն եւ ուտել նրան։
Շատ է թափառում նա լեռներում ու անտառներում, մինչև որ մի օր ինչ որ թխկոց չի լսում անտառի եզրին։ Փայտահատն էր, մի ծառ էր կոտրում։ Վագրը մի ոստյունով ցատկում ու կանգնում է մարդու առաջ։ Ինչ ծիծաղելի գազան է, մտածում է Վագրը։ Սա ոչ զանիքներ ունի, ոչ ճիրաններ, նույնիսկ կաշի չունի։ Լսիր, ասում է Վագրը, ես քեզ նման գազան երբեք չեմ տեսել։ Ուղղակի զարմանում եմ, որ մինչև հիմա գայլերն ու արջերը քեզ չեն կերել անտառում։ Բայց ես գազան չեմ, դրա համար էլ ինձ չեն կերել, ասում է մարդը։ Հապա ինչ ես դու, եթե գազան չես, հարցնում է Վագրը։ Միթե չես տեսնում, ես մարդ եմ։ Մարդ, զարմանում է Վագրը։ Այ թե ինչպիսին ես դու։ Իսկ իմ հիմար հայրը քեզնից վախենում էր։ Քո հայրը խելացի Վագր է եղել, եթե մարդուց վախենում էր, ասում է փայտահատը։ Հիմա մենք կիմանանք, ով է ավելի խելացի, ես թե իմ հայրը։ Արեգակը դեռ լեռան ետևը չանցած, ես քեզ կուտեմ։ Ախ, պարոն Վագր, ասում է մարդը, մեռնելուց առաջ ես կուզեի քեզ ցույց տալ, թե ինչեր կարող եմ ես շինել։ Արի տես, թե ինչպիսի որջ եմ պատրաստել ինձ համար։ Դե ցույց տուր, միայն թե շուտ, ասում է Վագրը, ես շատ քաղցած եմ։ Առաջ անցիր, ես քո հետևից կգամ։ Փայտահատն արագ-արագ քայլում է դեպի իր խրճիթը, իսկ Վագրը գնում է նրա ետևից ու մրթմրթում։ Իմ հայրը վախկոտ է եղել, որ այսպեսի բզեզից վախեցել է։ Փայտահատը մոտենում է իր քարաշեն տնակին։ Սա ինչ է, ասում է Վագրը։ Սա իմ որջն է։ Սրա մեջ ապրելը շատ հարմար է։ Ինձ անձրևը չի թռչում, եւ ես ոչ շոքից եմ վախենում, ոչ ձյունից։ Ախ այդպես, ուրախանում է Վագրը։ Ուրեմն սա քո որջն է, եւ քեզ ուտելուց հետո ես սրա մեջ կտեղավորվեմ։ Բայց դու չգիտես, թե ինչպես են բացում ու ծածկում դուռը, ասում է մարդը։ Արի ես քեզ ցույց տամ։ Փայտահատը տուն է մտնում, դուռը ծածկում եւ ճեղքից ձայն է տալիս Վագրին։ Դե հիմա փորձիր ինձ բռնել։ Վագրը թաթով խփում է դռանը, բայց դուռն ամուր էր, չէր բացվում։ Այ տեսնում ես ինչ լավ որջ ունեմ ես, ասում է Փայտահատը։ Սրա մեջ ես ոչ ոքից չեմ վախենում, նույնիսկ քեզնից։ Այս ասելով մարդը դուռը բացում է եւ դուրս է գալիս, իսկ Վագրը մտածում է. բոլորովին հիմար գազան է մարդը, չէ որ նա կարող էր ինձնից փրկվել, եթե մնար իր որջում։ Նա նույնիսկ դա չհասկացավ։ Չես ուզում տեսնել, թե որքան լավն է իմ որջի ներսը, հարցնում է Փայտահատը։ Ուզում եմ, ասում է Վագրը եւ ներս մտնում։ Եվ հենց որ Վագրը ներս է մտնում, Փայտահատը շրխկոցով ծածկում է դուռը, փակում մի հաստ ցիցով եւ հանգիստ գնում ծառ կտրելու։ Էй, գոռում է Վագրը, իսկույն բաց թողի ինձ այստեղից։ Արեգակն արդեն ծածկվում է լեռան ետևը, իսկ ես դեռ քեզ չեմ կերել եւ չես էլ ուտի, ասում է Փայտահատը։ Հաղթում է նա, ով ավելի խելոք է, եւ ոչ թե նա, ով ավելի ուժեղ է։ Մնաս բարով, հիմար Վագր, քո հայրը քեզնից ավելի խելացի էր։ Որքան էլ չարչարվում է Վագրը, չի կարողանում տնակի դուռը կոտրել։ Մարդը շատ ամուր եւ լավ էր շինել այն։ Իսկ երեկոյան դեմ Փայտահատը հրացանը վերցրած գալիս է իր տնակի մոտ, սպանում Վագրին, իսկ նրա մորթուց խրտվի լակ շինում։ Արևիկ։ Այո։ Այս չինական պատմության մեջ տարբերություն կար հայկական, չինական, ռուսական եւ այլ հեքիաթների մեջ։ Տարբերություն տեսար։ Ոչ։ Կարծես թե հայկական լիներ։ Չէ, կարծում եմ այս հեքիաթը համամարտկային իմաստ ուներ, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ մարդը խելք ունի, կենդանիները ոչ, եւ այս հեքիաթում ինչն էր կարևորվում։ Իհարկե, ուժը շատ կարևոր է, բայց ուժը ամենափոքրն է, որ մենք կարող ենք ունենալ, եթե չունենք խելք։ Այնպես որ սիրելի փոքրիկներ, մարզվեք, ուժեղացեք, բայց նաև մարզեք, այո, ձեր ուղեղը, որպեսզի միշտ հաղթող դուրս գաք։ Դե ինչ ժամանակն է, որպեսզի տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Միլանան։ Եկավ հրաժարշտի ժամանակը, իսկ դուք մեզ նաև կարող եք դիտել YouTube-ում, գրելով Հեքիաթի սենյակ հայետար կամ լատինատար, եւ այնտեղ կարող եք գրել ձեր կարծիքները։
Արևիկ, չմոռանանք նաև շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին, որը աջակցում է մեր հաղորդմանը։ Ցտեսություն։